Հայկական տարազը ավանդական հագուստ է, Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության խորհրդանիշն է, որն առանձնանում է տարածաշրջանային յուրահատուկ զարդանախշերով, ասեղնագործությամբ և գունային լուծումներով, այն բաղկացած է ավանդական վերնաշապիկներից, գոտիներից, գլխաշորերից և հարուստ զարդարանքներից։ Ազգային հագուստը հայկական տարազը մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է, այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը, ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է։ Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական։ Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական և անգամ մասնագիտական տարբերությունները, և այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց մարդիկ անմիջապես հասկանում են, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել։ Տղամարդու հայկական տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային, շապիկ, բաճկոն, մուշտակ և գոտիական, տաբատ, շալվար։ Շապիկի օձիքը զարդարվում էր ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի, նույնիսկ շոգ եղանակին։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։ Կնոջ հայկական տարազ։ Կանանց արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ, արձակ և ոչ արձակ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույնն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ։ Շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը։ Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն։ Այդ բանվածքներին մոգակա զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողները պաշտպանված էին չար ու վնասաբեր ազդեցությունից։ Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից։ Միջնադարյան և ուշմիջնադարյան կնոջ տարազ։ Միջնադարյան կնոջ տարազի համալիրը գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր, կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից։ Թե՛ կին և թե՛ տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ։ Արևմտյան և արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում կանացի տարազն աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով։ Մյուս էական տարբերությունը այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր, այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում։ Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտել են վասպուրականի, բարձր հայքի, սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր հայքի հայաբնակ շրջանների տարազները։ Վերջիններս աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա էին թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում, կրել են բարձրարվետ զարդեր, որոնք էլ ամբողջացրել են տարազային համալիրը։ Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը։ Թեև արևմտյան և արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ գույնի, ձևի և իմաստաբանության առումով։